Հետևանքները նրանք կդժբախտացնեն, եթե Աստված կամենա։ Մահաբեր հրթիռակոծությունները շարունակում են Իսրայելն ու Իրանը, նոր զոհերի ու վիրավորների մասին են հայտնում կողմերը Իրանում եւ Իսրայելում, ռումբերը բնակելի տներ են հողին հավասարեցնում։ Այս ահաբեկչական հարձակումներին Միացյալ Նահանգների մեղսակցությունը կասկած անգամ չի հարուցում։ Իրանը Միացյալ Նահանգներին մեղադրում է Իսրայելին աջակցելու համար եւ կասկածի տակ դնում Վաշինգտոն-Թեհրան-Կիրակի նախատեսված բանակցությունների անցկացումը։ Մինչև 25-30 միկրոռենտգեն որևէ անհանգստանալու բան չկա։ Նաթանզի միջուկային օբյեկտներին իսրայելական ավիահարվածներից հետո հայ փորձագետներն ուսումնասիրել են մեղրիի օդը, ռադիացիոն ֆոնի փոփոխություն չեն հայտնաբերել։ Իսրայելի նպատակն է ժողովրդական ապստամբություն հրահրել Իրանում, տապալել գործող վարչակարգը, համոզված է արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը, ըստ դրա դա ամենավտանգավոր սցենարը կլինի Հայաստանի համար։ Դա կնշանակի, որ Հայաստանը եւ Սյունիքը հայտնվում են ադրբեջանական, այսպես ասած, շրջապատման մեջ։ Մեզ տագնապով ոտքի հանեցին եւ 3 գիշեր 1:50 կարգի մոտավորապես հրթիռ արձակվեց Իսրայելի տարածքի վրա։ Հայլուրը կապ է հաստատել Իսրայելում եւ Իրանում ապրող հայերի հետ, Թել Ավիվում եւ Թեհրանում ապրող մեր հայրենակիցները ներկայացրել են իրավիճակը։ 2 ժամ առաջ փողոց էին դուրս եկել, ժողովուրդը հանգիստ քայլում էին, արևտուր էին անում եւ ոչ մի խոճապ դեր չկա։ Չնայած Իրանում չդադարող ռմբակոծություններին, իրանցի տուրիստները վերադառնում են հայրենիք։ Իրան, քեզ համար անհանգստանում եմ, քեզ շատ եմ կարոտել, Իրան։ Դուք դիտում եք Հայլուրը, ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Եվ այսպես Իրան-Իսրայել ռազմական գործողությունների երկրորդ գիշերը հարվածների ինտենսիվությունը մեծացել է։ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են ճնշումը Իրանի արևմտյան մասում եւ Թեհրանում։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Էֆի Դեֆրինի խոսքով գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 70 ինքնաթիռ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող ավելի քան 40 թիրախի, այդ թվում ճնշել տեղական հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանը 4 գործողությամբ հակահարվածներ է հասցրել Իսրայելին։ Մահապարտ դրոններով եւ բալիստիկ հրթիռներով է հարվածել Վաղեմի թշնամուն։ Իրանցիներն ասում են, որ իրենց հակաօդային պաշտպանությունը խոցել է Իսրայելի F-35 կործանիչներից մեկը եւ գերի վերցրել օդաչուին, որը կատապուլտ է արել, ինքնանետվել։ Ավերակների է վերածել իսրայելական օդուժը Թեհրանի Շահիդ Չամրան քաղաքի բնակելի շենքերից մեկը։ Փրկարարները էքսկավատորներ են գործի դրել, որպեսզի փլատակներից հանեն մահացածների մարմինները։ Հունիսի 13-ին է Իսրայելը հարվածել 14 հարկանի այս շենքին, որտեղ զինվորականների ընտանիքներ էին ապրում։ Միայն այստեղ առնվազն 60 մարդ է զոհվել, 20-ը երեխաներ են, նրանց մեջ 6 եւ 9 ամսական փոքրիկներ։ Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է այրել Իրանի մայրաքաղաքը, եթե իրանական բանակը շարունակի խփել իրենց քաղաքացիական օբյեկտներին։ Թեհրանի բնակիչները բարձր գին կվճարեն իսրայելցիների դեմ հանցավոր հարձակումների համար։ Եթե Իրանը շարունակի հրթիռակոծել իսրայելական թիկունքը, Թեհրանը կայրվի։ Բայց Իրանը չի դադարում մեկը մյուսի հետևից ռումբեր նետել իսրայելական քաղաքների վրա։ Տեսախցիկները ֆիքսել են Իսրայելի Ռիշոն Լեցիոն քաղաքի բնակելի թաղամասի հրթիռակոծության պահը։ Մի քանի շենք է փլուզվել, զոհեր ու տասնյակ վիրավորներ կան։ Ռիշոն Լեցիոնի քաղաքապետը կոչ է անում բնակիչներին զգոն լինել, հետևել հրահանգներին ու մնալ նկուղներում։ Սիրելի բնակիչներ, իսրայելական բանակի յուրաքանչյուր սպա ամեն ինչ անում է քաղաքը պաշտպանելու համար։ Ես ամեն ինչ տեսել էի, բայց երբեք նման ավերածություններ չեմ տեսել։ Իմ ամենակարևոր ուղերձն այն է հետևել հրշեջ ծառայության հրահանգներին։ Բոլոր նրանք, ովքեր նկուղում էին, ողջ դուրս եկան այստեղից։ Խնդրում եմ ձեզ, սիրելի բնակիչներ, մտնել նկուղ։ Այսօր առավոտյան Իրանը օդ է բարձրացրել 2000 կիլոմետր հեռահարությամբ Արաշ տիպի մահապարտ դրոններ։ Չի բացառվում, որ հենց այդ դրոններով էլ ռմբակոծվել է իսրայելական քաղաքը։ Թեհրանը վստահեցնում է իր անօդաչուների ու բալիստիկ հրթիռների օգնությամբ շարքից հանել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգեր։
Միևնույն ժամանակ Իրանը հայտարարում է, որ իր հակաօդային պաշտպանությունը խոցել է Իսրայելից ուղարկված երրորդ ամերիկյան F-35 կործանիչը։ Այն այսօր ներխուժել էր Իրանի արևմտյան շրջան։ Ըստ իրանցիների կործանիչը պատրաստվում էր գրոհել բնակելի թաղամասերի վրա։ Իրանական որոշ աղբյուրներ հայտնում են, թե իսրայելցի օդաչուին գերի են վերցրել Իրանի հատուկ նշանակության ուժերը։ Իսրայելը չի հաշտվում աղետալի գիշերվա հետևանքների հետ։ Մինչև լույս օդային տագնապի ազդանշանը չի անջատվել այնտեղ, գիշերվանից է Իրանը սկսել իր ճշմարիտ խոստում ռազմական օպերացիան Իսրայելի դեմ։ Հաջուրավոր ռումբեր են թափվել Իսրայելի գլխին, հրթիռակոծվել են ռազմական ու միջուկային օբյեկտներ։ Սիոնիստական ռեժիմը մեծ սխալ է թույլ տվել, մեծ չարագործություն։ Հետևանքները նրանք դժբախտացնեն, եթե Աստված կամենա։ Իրանի ժողովուրդը չի թողնի, որ մեր անգին նահատակների արյունը իզուր թափված լինի։ Բոլորը զգում են, որ մենք պետք է ուժով գործենք սիոնիստական չար ռեժիմի չար ինքնության դեմ։ Նրանց ոչինչ չենք զիջելու, մենք նրանց կյանքը դառնացնելու ենք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որ խփել են Իսրայելի տասնյակ հրթիռների, ռազմական ու օդային բազաների։ Շարքից հանել են Իսրայելի Նևաթիմ, Օվդա և Թելնոֆ ավիաբազաները, որոնք օգտագործվել են հունիսի 13-ին Իրանի վրա աննախադեպ հարձակումների ժամանակ։ Իրանական հաջուրավոր հրթիռներից մեկն ընկել է Թել Ավիվի Կիրիա կառավարական համալիրի վրա, այնտեղ է գործում Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբը։ Իսկ այս կադրը տարածած տելեգրամ ալիքները վստահեցնում են, որ սա ազգային անվտանգության նախարարության հրթիռակոծության պահն է։ Իսրայելը եւս չի դադարեցրել Իրանի վրա գրոհները։ Պաշտոնական Թել Ավիվը վստահեցնում է, որ եւս 9 իրանցի գիտնականի է սպանել, որոնք աշխատում են ուրանի հարստացման համար։ Իրանը հայտնում է իր եւս 2 բարձրաստիճան զինվորականի սպանության մասին։ Քերմանշահ քաղաքում գտնվող իրանական հրթիռային բազան է խոցվել առավոտյան, այնտեղ դեռ թանձր ծուխը երկինք է բարձրանում։ Ամեն ինչ դեռ առջևում է, ռեժիմը դեռ չգիտի, թե ինչ հարվածներ է ստանալու։ Գիշերը Իսրայելը գրոհել է նաև Զանջան նահանգում գտնվող Իրանի բանակի կենտրոնական զրահատանկային բրիգադի բազայի վրա։ Լուսադեմին Թեհրանի Մեհրաբադի օդանավակայանի վրա էլ բալիստիկ հրթիռներ են ընկել, սակայն օդակայանը լուրջ վնաս չի կրել։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները այս էսկալացիայով ցանկանում են Իրանում իշխանափոխության հասնել։ Իսրայելի վարչապետն անգամ Իրանի իշխանության դեմ ապստամբելու կոչ է արել Իրանի ժողովրդին։ Մեջբերեմ իսլամական ռեժիմը, որը ձեզ ճնշել է գրեթե 50 տարի, սպառնում է ոչնչացնել մեր երկիրը, Իսրայել պետությունը։ Մեջբերման ավարտը։ Հակառակ Նեթանյահուի հորդորին Իրանում իշխանությանն աջակցող ակցիաներ են եղել։ Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ իշխանությունը կոշտ պատասխան տա Թել Ավիվի հարձակումներին։ Եթե իրադրությունը դուրս գա Իրանի իշխանության վերահսկողությունից եւ իշխանափոխություն լինի, Ատրպատականում գլուխ են բարձրացնելու պանթյուրքական կազմակերպությունները ու սկսեն այդ շրջանը Իրանից անջատելու եւ Ադրբեջանին միացնելու գործընթաց, կանխատեսում են հայ փորձագետները։ Սա վատագույն սցենարն է Հայաստանի համար, ըստ արևելագետ Ռուբեն Սաֆրասյանի։ Հայաստանը հարավում հայտնվելու է ադրբեջանական շրջափակման մեջ։ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելուց բացի Իսրայելի նպատակն է ժողովրդական ապստամբություն հրահրել Իրանում, տապալել գործող վարչակարգը, համոզված է արևելագետ Ռուբեն Սաֆրասյանը։ Իսրայելը դիտարկում է Իրանի ներկայիս քաղաքական իշխանության գոյությունը որպես անմիջական վտանգ իր գոյության համար։ Սաֆրասյանի համոզմամբ մի գիշերում Իրանի ռազմական ղեկավարության գլխատումը թուլացրել է այդ երկիրը։ Չի բացառվում, որ եթե իսրայելական հարվածներից խաղաղ բնակչության շրջանում զոհերը շատանան, զանգվածային ընդվզումներ սկսվեն Իրանի իշխանության դեմ։ Համենայն դեպս դա է Իսրայելի նպատակը։ Ես կարծում եմ կփորձի Իսրայելը այս անգամ գնալ մինչև վերջ եւ հասնել այդ վերջնական նպատակին։ Արևելագետի կանխատեսմամբ, եթե իրադրությունը դուրս գա Իրանի իշխանության վերահսկողությունից, կարող են գլուխ բարձրացնել Ատրպատականում թուրքական հատուկ ծառայությունների հովանու ներքո գործող պանթյուրքիստական կազմակերպությունները ու սկսեն այդ շրջանը Իրանից անջատելու եւ Ադրբեջանին միացնելու գործընթաց։ Ատրպատականի դուրս գալը Իրանի կազմից շատ հավանական է, որ նա միանա Ադրբեջանին։
նույնիսկ եթե չմիանա լինի անկախ պետություն մի պահ պատկերացնենք, դա կնշանակի, որ Հայաստանը եւ Սյունիքը հայտնվում են ադրբեջանական, այսպես ասած, շրջապատման մեջ։ Ատրպատականը, եթե պատկերացնում եք, միանա Ադրբեջանը ինչ է ստացվում, արդեն Սյունիքի հարցը ինքսինքյան է լուծվում։ Սա ամենավտանգավոր սցենարը կլինի Հայաստանի համար, վստահ է Սաֆրաստյանը։ Նա սակայն չի կարծում, որ Իրано-իսրայելական հակամարտության այս թեժ փուլում Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Ալիևը կսպասի, տեսնի ինչպես է հանգուցալուծվում լարված դրությունը։ Երբ զարգացումները Իրանում դեռ պարզ չեն, թե ինչ ընթացք ունենան, Ադրբեջանը շատ իրենց զուս կպահի։ Ըստ արևելագետի տարածաշրջանում հիմա դրության տերը Միացյալ Նահանգներն է։ Թրամփի որոշումներից է կախված, որքան կձգվի էսկալացիան։ Եթե ամերիկացիները գործի դնեն Պարսից ծոցի իրենց նավատորմը, Իրանն իր անվտանգությունը ամուր պահելու ավելի փոքր շանսեր կունենա։ Այս բախումը հնարավոր է երկարատև պատերազմի վերաճի, եթե նահանգները բացահայտ հանդես գա Իսրայելի պաշտպանության դիրքերից։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Քննարկեցինք վերջին զարգացումները եւ մտքեր փոխանակեցինք արկա իրավիճակի շուրջ X-ի էջում, գրել է Արարատ Միրզոյանը։ Ըստ գրառման արտգործնախարարը ընդգծել է տարածաշրջանում ռիսկերի կառավարման եւ էսկալացիայից խուսափելու կարեւորությունը։ Իրանի արտգործնախարարի հետ հեռախոսով զրուցել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը Ջեյհուն Բայրամովը Աբբաս Արաղչիին վստահեցրել է, որ Բաքուն երբեք թույլ չի տա իր օդային տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար։ Իրան-Իսրայել ռազմական բախումները քննարկել են նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր դիվանագետները։ Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ մանրամասներ չկան Հական Ֆիդան Ջեյհուն Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայաստանի վարչապետը երեկ Չեխիայում Գլոբսեկ 2025 ֆորումի ժամանակ էր անհանգստություն հայտնել Իրանում տիրող իրավիճակի համար։ Իսկ ինչ քայլեր է ձեռնարկում Փաշինյանը Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու համար։ Գոնե անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու է։ Հայլուրի այս հարցմանը վարչապետի խոսնակը չի արձագանքել։ Մինչդեռ տարածաշրջանում իրադրության լարվածության ֆոնին Չեխիայի նույն հարթակից Ադրբեջանի նախագահի օգնականն այսօր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է բարձրացրել, նշել, որ այդ հարցով առաջին քայլը պետք է անի Հայաստանը։ Հայաստանն անհանգստացած է Իրան-Իսրայել հակամարտության ուրբաթ այդ մասին Պրահայում անցկացվող Գլոբսեկ 2025 ֆորումի պանելային քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Չեխիա Հայաստանի վարչապետը մեկնել էր հենց իսրայելական հարձակման օրը մեծ դստեր հետ։ Իսրայելի հարձակումը Իրանի վրա հարցականի տակ է դնում տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունությունը։ Մենք շատ անհանգստացած ենք։ Անհանգստացած Փաշինյանը ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու համար։ Հայաստանի կառավարությունն անգամ անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրել։ Հավանաբար հանգստյան օրն է պատճառը։ Մեր հարցմանը, թե արդյոք անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու է Հայաստանի ղեկավարը, վարչապետի խոսնակը չի արձագանքել։ Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի կարծիքով Հայաստանի համար լուրջ սպառնալիքներ կստեղծվեն, եթե մեր հարավային հարևանը ներգրավի երկարատև ու լայնամասշտաբ պատերազմում։ Զանգեզուրի միջանցք չբացելու հարցով Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ դիվանագիտական կռիվ տվող Իրանը կմխրճվի սեփական խնդիրների մեջ։ Եթե Իրանին հաջողվի ներգրավել այդ մեծ եւ երկարատև պատերազմի մեջ, ապա ստացվում է, որ այն միակ պետությունը, որը մեր տարածաշրջանում անընդհատ խոսում է նրա մասին, որ որևէ միջանցք չպետք է անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, այլևս չի կարողանա այնպես այս հարցին անդրադառնալ, ինչպես դա անում էր միջ այն։ Ինքը հիմնականում իր ամբողջ ուշադրությունը, ամբողջ ռեսուրսները կօգտագործի, որպեսզի ապահովի իր պետական անվտանգությունը։ Մեր պետության անվտանգությունն ապահովելու հույսը միայն հայկական բանակի վրա կարող ենք դնել։ Մենք պետք է ուժեղացնենք մեր բանակը։ Հովհաննիսյանը վստահ է, այն բանակային ռեֆորմները, որ նախաձեռնում է Հայաստանի իշխանությունը, միայն խանգարում են բանակի ոտքի կանգնելուն։ Բանակը ուժեղացնելու համար մենք պետք է այն պետությունների հետ, որոնք շահագրգռված են, ունեն նաև այստեղ մեր շրջանում իրենց շահերը եւ իրենց շահերը համապատասխանում են մեր շահերին, այդ պետությունների հետ մեր ռազմական տեսանկյունից ուժեղացնենք հարաբերությունները։ Դա կարող է լինել Ռուսաստանը, դա կարող է լինել Չինաստանը, դա կարող է լինել Հնդկաստանը։
Ինչու Հայաստանը ռազմական վարժանքներ չի իրականացնում։ Հովանեսյանի խոսքով բանակի մարտունակությունը բարձրացնող զորավարժությունները նույնպես Հայաստանի օրակարգից դուրս են եկել Ադրբեջանին գոհացնելու համար։ Իշխանությանը մոտ գտնվող էքսպերտները անընդհատ խոսում են նրա մասին, որ իբրև թե սա կարող է սպառնալիք որպես դիտարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա Նախիջևանում կռիվ են տալիս պայմանական մարտադաշտում ու այնտեղ են լինելու այս ամբողջ ամսվա ընթացքում։ Պետք է ամուր պահել դիվանագիտական ճակատը։ Ադրբեջանի պահանջատիրության ու տարածքային հավակնությունների մասին դիվանագիտական խողովակներով պետք է տեղյակ պահել բոլոր միջազգային գործընկերներին։ Պետք է անընդհատ բարձրաձայնենք, որ Ադրբեջանը այդ ռետորիկան ինչպիսին է իր ագրեսիվ մեր ուղղությամբ եւ սա դիվանագիտորեն միջազգային ասպարեզում տարբեր կազմակերպությունների շրջանակներում մենք պետք է այս թեմաները բարձրաձայնենք։ Իր խնդիրների մասին ամեն առիթով բարձրաձայնում է Ադրբեջանը։ Հիկմեթ Հաջիևը նստած այն նույն հարթակին, որտեղ երեկ Նիկոլ Փաշինյանն էր, այսօր նորից Զանգեզուրի միջանցքի հարցն է բարձրացրել։ Մի փոքր մեղմ հռետորաբանությամբ։ Ասել է, թե հայ գործընկերները նեղվում են միջանցք բառից, թող անունը եթե ուզում են անցուղի դնեն, բայց իրենք ակնկալում են, որ այդ հարցով առաջին քայլը պետք է անի Հայաստանը։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Շարունակենք անպատասխանատու արկածախնդրություն է անվանում Մոսկվան Թել Ավիվի հարձակումը Թեհրանի վրա։ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի ներկայացուցիչը մեղադրել է Իսրայելին տարածաշրջանը միջուկային աղետի մղելու, Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները տապալելու համար։ Իրանի խնդրանքով հրավիրված նիստին Իրանի մշտական ներկայացուցիչը Վաշինգտոնին մեղադրել է Իսրայելի հետ համագործակցելու համար։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հերքել է իրենց մասնակցությունը Իրանի դեմ հարձակմանը։ Իրան-ԱՄՆ-Իսրայել բանավեճ է ծավալվել երեկ գումարված ՄԱԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Իսրայելի հարձակումից հետո Իրանն էր խնդրել ՄԱԿ-ին անվտանգության խորհրդի նիստ գումարել։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Վաշինգտոնի մեղադրել է Իսրայելի հետ համագործակցելու համար։ Իրավանի խոսքով Միացյալ Նահանգները հավասար պատասխանատվություն է կրում Իսրայելի հետ Իրանի դեմ հարձակման համար։ Իսրայելին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը մեղադրել է ԱՄՆ-Իրան բանակցությունները խափանելու փորձերի ու տարածաշրջանում կոնֆլիկտ հրահրելու համար։ Այս ահաբեկչական հարձակումներին Միացյալ Նահանգների մեղսակցությունը կասկած անգամ չի հարուցում։ Ամերիկացի պաշտոնյաները բացահայտ ընդունել են իրենց դերը հանցագործությունների եւ դիտավորյալ կատարված վայրագությունների մեջ։ Մենք երբեք չենք մոռանա, որ մեր քաղաքացիները զոհվել են ամերիկյան զենքի կիրառմամբ իսրայելական հարձակումներից։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հերքել է իրենց մասնակցությունը Իրանի դեմ հարձակմանը։ ՄԱԿ-ը խոստովանել է, որ իրենք տեղեկացված են եղել սպասվող օպերացիայի մասին, բայց չեն մասնակցել ռազմական գործողություններին։ Ամերիկացի պաշտոնյան վստահեցրել է, որ Վաշինգտոնը ձգտում է դիվանագիտական ճանապարհով զրկել Իրանին միջուկային զենք ունենալու հնարավորությունից։ Փիթը նաև զգուշացրել է Իրանին ոչ մի դեպքում չթիրախավորել ամերիկյան ռազմաբազաները։ Թեհրանը դեռ մինչև իսրայելական հարձակումը հայտարարել էր, եթե Իսրայելը հարձակվի, իրենք ի պատասխան կհրթիռակոծեն Իրաքում ամերիկյան ռազմաբազաները։ Ես անկեղծ կլինեմ, ոչ մի կառավարություն, ոչ մի վստահված ուժ կամ անկախ խաղացող չպետք է հարձակվի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների, ամերիկյան բազաների կամ տարածաշրջանում ամերիկյան այլ ենթակառուցվածքների վրա։ Իրանի համար դրա հետևանքները սարսափելի կլինեն։ Իսրայելն իր հարձակումները ՄԱԿ անվտանգության խորհրդում արդարացրել է ինքնապաշտպանությամբ։ Իսրայելի ներկայացուցիչը վստահեցրել է, թե իրենց դեմ պատերազմի էր պատրաստվում Իրանը։ Ըստ Դանի Դանոնի, իսրայելական հետախուզության տվյալներով Իրանը ուներ հնարավորություն միջուկային մարտագլխիկներ հավաքելու։ Իսրայելը համոզիչ ապացույցներ է գտել, որ իրանական ռեժիմը հանկարծակի հարձակումներ էր պլանավորում։ Նրանք ներխուժում էին պլանավորում բոլոր կողմերից, հազարավոր ահաբեկիչներով եւ հազարավոր արկերով։ Իսրայելի արդարացումները չի ընդունել Ռուսաստանի ներկայացուցիչը։ Միջուկային օբյեկտներին հարվածները որևէ կերպ չեն կարող արդարացվել, հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Ինքնիշխան Իրանի տարածքի վրա չհրահրված հարձակումները, խաղաղ միջուկային ենթակառուցվածքի օբյեկտների թիրախավորման հարվածները ոչ մի արդարացում չեն կարող ունենալ։ Միջազգային հանրությունը չի կարող եւ չպետք է չեզոք դիրք ընդունի։ Այսպիսի գործողությունները տարածաշրջանում մեծ պատերազմի ճանապարհ են դառնում եւ լուրջ սպառնալիք գլոբալ անվտանգության համար։
Միացյալ Նահանգները պատրաստվում է ուժեղացնել իր ուժերի խմբավորումը տարածաշրջանում։ Բացի Մերձավոր Արևելքում տեղակայված 40,000 ամերիկացի զինվորներից, Վաշինգտոնը պատրաստվում է միջերկրական ծով տեղափոխել Քարլ Վինսոն ավիակիր խումբը և լրացուցիչ ականակիրներ։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը արդյոք լուրջ վտանգ չի ստեղծում իրանցիների և հարևան պետությունների քաղաքացիների առողջության համար։ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը ՄԱԳԱՏԷ-ն ռադիացիոն իրավիճակը պահում է հսկողության տակ։ Հայ մասնագետներն էլ ռադիոակտիվ ֆոնի ամենօրյա դիտարկումներ են անում Իրանին սահմանակից հայկական բնակավայրերում։ Պատմում է Զարուհի Սահակյանը։ Հայաստանի ամենահարավային բնակավայրից ագարակից 785 կիլոմետր հեռու իրանական Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերել ՄԱԳԱՏԷ-ն։ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան, ապահովելու միջուկային օբյեկտների լիարժեք պաշտպանությունը և դրանց շարունակական օգտագործումը խաղաղ նպատակներով։ Ճառագայթային աղտոտվածությունից արդյոք պաշտպանված է Հայաստանը։ Հնարավոր է ռադիոակտիվ նյութեր հայտնվեն նաև Իրանին սահմանակից Սյունիքի մարզում։ Մենք ֆոնը չափում ենք, երկրորդ օրնա ֆոնը չի փոխվել։ Իրան-Իսրայել հրթիռային պատերազմի այս երկու օրերին հայ մասնագետները դոզիմետրիկ չափումներ են արել Ագարակում, Մեղրիում և Քաջարանում։ Պնդում են, անհանգստանալու կարիք չկա։ Մինչև 25-30 միկրոռենտգեն որևէ անհանգստանալու բան չկա, 15-ը դա շատ լավ ցուցանիշ է, առայժմ չեմ տեսնում որևէ ստագնատ։ Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի գիտաշխատողները Սյունիքում շարունակելու են մոնիտորինգը, քանի դեռ լարված է դրությունը Իրանի միջուկային օբյեկտների շուրջ։ Ճառագայթումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա, այն քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և նյարդային համակարգի խնդիրների առաջացման պատճառ կարող է լինել։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսին վստահեցնում է, որ չնայած Նաթանզի միջուկային օբյեկտի ներսում արձանագրված ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածությանը, կայանից դուրս ռադիոակտիվության մակարդակը նորմայի սահմանում է։ Բնակչության և շրջակա միջավայրի համար այս պահին մեծ վտանգ չկա։ Զարուհի Սահակյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Թեհրանից ստացվող լուրերի համաձայն Իրանի մայրաքաղաքի կենտրոնում սովորական կյանքով են ապրում մարդիկ։ Արդյոք երկօրյա բախումների ժամանակ որևէ հայտ ուժել է։ Ինչ իրավիճակ է Թել Ավիվում։ Իսրայելում և Իրանում ապրող մեր հայրենակիցների հետ զրուցել է Էդգար Ղուշյանը։ Իսրայելական ավիահարվածներից զոհեր ու վիրավորներ չկան իրանահայերի շրջանում։ Մենք ոչ վիրավոր, ոչ մահ։ Թեհրանի կենտրոնը հրթիռակոծության չի ենթարկվել, իսկ հայերը մայրաքաղաքի կենտրոնում են ապրում, պատուհաններից են հետևում ռմբակոծություններին։ Բարեբախտաբար հայկական թաղամասերը, որը հիմնականում Թեհրանի կենտրոնում են գտնվում, այս երկու օրվա ընթացքում որևէ ռմբակոծություն տեղի չի ունեցել, վիրավոր կամ մահ չի գրանցվել, կյանքը բնական ունով ընթանում է։ Իսակ Յունանեսյանի պնդմամբ Թեհրանում սննդի պակաս չկա։ Առավոտյան, երբ դադարել է հրթիռակոծությունը, մարդիկ սովորականի պես դուրս են եկել տներից, անցել առօրյա գործերին։ Ես առավոտյան մի 2 ժամ առաջ փողոց էին դուրս եկել, ժողովուրդը հանգիստ քայլում էին, առևտուր էին անում եւ ոչ մի խուճապ դեր չկա։ Ռմբակոծված Թավրիզի ու Սպահանի հայերն էլ իսրայելական հարձակումներից չեն տուժել, վստահեցնում է Թեհրանի Հայդատի հանձնախմբի նախագահը։ Թե Իսպահանը, թե Թավրիզը ռմբակոծվել է, բայց բնակելի թաղամասներ չի ռմբակոծվել, քաղաքից դուրս, ավելի շատ քաղաքից դուրս ռազմական եւ նավթամշակման զտարաններն են թիրախի մեջ եղել եւ ռմբակոծվել։ Իսրայելի հայ համայնքում անքուն գիշեր են անցկացրել։ Այս գիշեր շատ ծանր էր, այս գիշեր ժամը 1-ի կողմերից չէ, եթե չեմ սխալվում, առաջին հզոր ուրեմն տագնապը եղավ, մեզ տագնապով ոտքի հանեցին ողջ բնակչության Իսրայելի, երեկվանից մինչև այսօր չենք քնել։ Տագնապի վերջին ազդանշանը Թել Ավիվում այսօր վաղ առավոտյան է հնչել։ Առավոտ 5:15-ին է շատ ուշք ու
տագնապհնչել եւ հրթիռներ են ընկել Իսրայելի տարածքի վրա, որի ընթացքում մենք երեխաները դրամբապած տարաններում ենք նստած, որովհետեւ նստում ես թիկունքի ծառայությունը հորդորում է դուրս չգալ դրամբապած տարաներից, սպասել մինչեւ հրահանգ լինի դուրս գալ այդտեղից։ Հայաշատ Ռիշոն Լեցիոն քաղաքի վրա է ընկել մեկ հրթիռ։ Տագնապի ազդանշանը չի միացել, 2 մարդ մահացել է, տասնյակ վիրավորներ կան։ Նրանց մեջ չկան հայեր, Իսրայելի հայ համայնքը մարդկային կորուստ չունի։ Բոլորիս վիճակն է նույնն, ինչպես Իսրայելի մյուս բոլոր քաղաքացիներին, այնպես էլ հայերին է, նույն ենթարկում ենք թիկունքի ծառայության բոլոր հորդորներին, բոլոր ուրեմն հրահանգներին։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Իրանի օդը փակ է, բայց ցամաքային ճանապարհով հնարավոր է տուն վերադառնալ։ Այսօր Հայլուրի թղթակիցների հետ զրույցում ասել են մեր երկրում գտնվող իրանցի տուրիստները։ Աննա Գյուլնազարյանն է զրուցել այս օրերին Երևանում գտնվող իրանցիների հետ։ Իրանից ժամանած ավտոբուսների ուղևորները սովորականից շատ չեն, տուրիստների ու արտագնա աշխատողների հերթական խմբերն են։ Պատերազմից փախածներ չենք, հասկացնում են նրանք։ Շատ են Իրան վերադարձողները։ Ես գնում եմ իմ երկիր, Իրան, պատերազմ է, բայց ես գնում եմ։ Ես սիրում եմ Իրանը։ Մի կերպ է արցունքները զսպում իրանցի այս կինը, վտանգի մեջ է իր հայրենիքը, հարազատների կյանքը վտանգված է։ Դեպի Իրան թռիչքները անընդհատ հետաձգվում են, շատերը ավտոբուսներով, տաքսիներով են տուն շտապում։ Ճամփորդական գործակալությունների մոտ իրարանցում է։ Մինչև 2 շաբթի ավտոբուս չկա։ Փարսկստանի համար չկա, պատերազմի կա, կարող է ճանապարհները լավ չի, նորմալ չի։ Եթե ավել մենամ, պետք է տամ ոչ 50,000 դրամ էշտրաֆ կա։ Սաիդը մոտ 2 տարի Հայաստանում աշխատում է, տուն է գնում ընտանիքի հետ Երևան վերադառնալու մտադրությամբ։ Կարող է այս անգամ եթե կենամ 15 օր հետո երեխաներին բերեմ այստեղ։ Սա քաղաքները այս այլ կերպում է։ Այս մարդիկ ուշքի չեն գալիս լուրերից, որ Իրանի վաղեմի թշնամուն հաջողվել է մի քանի ժամում սպանել զինվորական վերնախավին։ Խայտառակ բան է Իրանի առաջնորդների համար։ Իսրայելը սպանել է Իրանի կարևոր մարդկանց։ Ինչի համար են այս անիմաստ պատերազմները։ Մենք իրանցիներս ուզում ենք մարդիկ լավ լինեն, աշխարհում խաղաղություն լինի, չսպանվի ոչ ոք։ Իրանի քաղաքացիներից շատերի համոզմամբ խաղաղության խոստումներով իշխանության եկած Թրամփն է խառնում տարածաշրջանը։ Ես իմ երկրին չեմ մեղադրում։ Միջամտող կա, Ամերիկան ներգրաված է, Ամերիկան միջամտում է։ Ղոլամ Ռեզա Զաքյանին դասախոս է Թեհրանի Ալամեհ Թաբայի համալսարանում, կարծում է, որ Իրանը ամեն դեպքում պետք է Ամերիկայի հետ բանակցային սեղանի շուրջ նստի։ Իրանը հիմա պետք է իմաստուն գտնվի։ Պատերազմների ընթացքը ցույց է տվել, որ Իրանին որքան էլ ջախջախել են, երկիրը միշտ վերածնվել է մոխիրներից։ Բայց ինչ գնով, եթե Իսրայելը հիմա ոչնչացնի մեր ենթակառուցվածքները, նավթի, էներգետիկայի եւ գազի ենթակառուցվածքները, Իրանը 7 տարով հետ կգնա։ Այս իրավիճակում մենք այո, պետք է դիմակայենք, պետք է Իսրայելի հետ չնստենք բանակցությունների սեղանի շուրջ, բայց անպայման պետք է բանակցենք Ամերիկայի հետ։ Ճակատագրական այս պահին իրանցիները միավորվելու ազգային շահերի պաշտպանության շուրջ համախմբվելու կոչեր են անում իրենք իրենց։ Մենք պետք է համախմբվենք այս խնդրի շուրջ։ Լսենք մեր մտավորականների, մեր քաղաքական գործիչների կարծիքները։ Մենք պիտի պահենք մեր երկրի ազգային շահերը։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։ Ազգային անվտանգության ծառայությունը չի պարզաբանում, թե երեկվանից ինչ հետևողական աշխատանք են արել Հայաստանի պետական կառույցները Բաքվում հայտնված հայերին վերադարձնելու եւ Երևանում հայտնված ադրբեջանցիներին Ադրբեջան ուղարկելու համար։ Իրան-Իսրայել ռազմական բախման պատճառով 3 տասնյակ հարկադիր վայրեջքներ են եղել Բաքվի եւ Երևանի օդակայաններում, որ հայկական կողմը հետևողական աշխատանք է անում Բաքվում գտնվող հայերի անվտանգությունը ապահովելու համար, երեկ ասել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Այսօր էլ հետաձգված թռիչքներ կան Իրանի թեժացող օդով Աբու Դաբի եւ Դուբայ ուղղությունները անհայտ ժամանակով հետաձգվել է։ Լանա Համբարձումյանն է եղել Զվարթնոց օդակայանում։ Սպասողական վիճակը ժամ առ ժամ լարվում է Զվարթնոց օդակայանում։ Առավոտից հետաձգվում են Երևան-Աբու Դաբի եւ Երևան-Դուբայ թռիչքները։
Ուղևորներից շատերը քնած են նստարաններին։ Այսօր առավոտյան 8-ից այստեղ ենք։ Ասում են թռիչքը հետաձգվել է մինչև ժամը 5:20։ Մանիկան 7 օրով Հայաստան էր եկել հանգստանալու։ Արձակուրդը 3 է ավարտվել, բայց ստիպված է երկար մնալ։ 2 օր է սպասում է իր թռիչքին։ Աբու Դաբի թռչող օդանավերը պետք է անցնեն Իրանի օդային տարածքով, որը հիմա փակ է։ Մենք հնդիկ ենք, բայց Աբու Դաբիում ենք ապրում։ Սպասում ենք, չգիտենք ինչ է լինելու։ Չեն հաստատել դեռ, կարող է ավելի հետաձգվի։ Ասում են Աբու Դաբիից այստեղ եկող օդանավը դեռ չի հասել։ Մինչև դա չհասնի, մենք Երևանից թռչել չենք կարող։ Երեկ իմ թռիչքը չեղարկվել էր։ Գիտեմ, որ մեր անվտանգության համար է, բայց անախորժ իրավիճակ է։ Երեխաներս էլ են մտահոգված։ Արդեն երկրորդ օրն է Հայաստան վերադառնալ չեն կարողանում Դուբայ մեկնած հայերը։ Fly Dubai ավիաընկերությունը հայլուրին հայտնել է, որ օդանավերը Դուբայից Երևան կհասնեն Ստամբուլով։ Այսօրվա չվերթով Դուբայից Երևան կգա 153 ուղևոր։ Հայտնի աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված հունիսի 13-ին մի շարք այլ չվերթների հետ մեկտեղ չեղարկվել էին նաև դեպի Երևան հունիսի 13-ից 15-ի չվերթները։ Այլընտրանքային երթուղու մշակման արդյունքում այսօր վերականգնվել են հունիսի 14-ի FZ717, 718 չվերթները։ Այս նոր երթուղով թռիչքի տևողությունը կազմում է 5 ժամից ավելի։ Այն անցնում է Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի ու Թուրքիայի տարածքներով։ Երևանից է Ստամբուլով պետք է ուղևորները հասնեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ 3 ժամի փոխարեն 5.5 ժամ պետք է թռչի Աբդուլլահը։ Նախավերջին թարմացումն այն էր, որ թռիչքը մինչև 5:20 է հետաձգվել։ Ասում են օդանավը ուղին փոխել է, Ստամբուլով է գնալու։ 3 ժամ է տևում Աբու Դաբիից Հայաստան, բայց հիմա 5.5 ժամ կտևի։ Զվարթնոց օդակայանի պատերի տակ կուչ եկած մարդիկ հույս ունեն, որ իրենց չվերթներն այսօր վերջին անգամ են հետաձգվում։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուրի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր այս թողարկման երկրորդ մասում կպատմենք 44-օրյա պատերազմում զոհված 20-ամյա Արթուրի մասին, որի կիսատ թողած երազանքը իրականացնում են հայրն ու եղբայրը, վերակառուցում են պապական տունը Նալբանդյան գյուղում։ Եղել են զենքերով, որովհետև իրենց տանկերը արդեն վաղուց այրվել էր։ Կտեղափոխվենք Սոչի, որտեղ տեղի է ունեցել Եվրասիա կինոֆեստի փակման արարողությունը, հայտնի են լավագույնները։ Կցուցադրենք նաև, թե ինչով են զբաղված լրագրողները ազատ ժամանակ։ Լրագրողների ֆուտբոլային թիմերի միջազգային մրցաշարն այս անգամ Գյումրիում է անցկացվել։ Ֆուտբոլը ժամանակի տարածության խաղ է։ Ով արագ կողմնորոշվեց տվյալ ժամանակահատվածում, ինքն էլ հաղթում է։ Նախ Արմավիր տեղափոխվենք, Նալբանդյան գյուղում են եղել Հայլուրի գործընկեր Mars News-ի թղթակիցները։ Այցելել են նաև տանկիստ Արթուր Սահակյանի ծնողներին։ Արթուրը 20 տարեկան էր, երբ նահատակվեց 2020 թվականի հոկտեմբերին Արցախում։ Պատերազմի դաժան հետքերը մաշվում, բայց չեն անհետանում։ Սահակյանների ընտանիքում որդու կորուստից 4 տարի անց սկսել են վերակառուցել պապական տունը, ինչպես Արթուրն էր ուսում։ 20 գարուն, 20 տարի։ Պատերազմն սկսվեց Արթուրի ծննդյան օրը։ Ընտանիքն արդեն շնորհավորել էր Արցախում ծառայող Արթուրի 20-ամյակը, երբ պատերազմի լուրը ներխուժեց գյուղ Նալբանդյան։ Մայրը երկրորդ անգամ վերցրեց հեռախոսը։ Արթուրը փորձեց արագ հանգստացնել մորն ու մոռացավ անջատել հեռախոսը։ Հեռախոսից լսվող որդու հրահանգները մատնեցին իրավիճակի ամբողջ լրջությունը։ Ասեց ման բան չի եղել, մի քիչ խառնեմ, մի փոքր ուշ էլի կզանգեմ։ Ու հեռախոսը առանց անջատել դրել էր գրպանը։ Ու ես այնտեղից լսում եմ, որ ինքը կոկորտով մեկ Մինչև առաջի տանկի շարքը չշարժվի, երկրորդը չշարժվի։ Ես հասկացա, որ լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Տանկիստ էր Արթուրը, ծնվել էր Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում, Քաշաթաղում էր ծառայում, զոհվել է ջրականում։ Իրանք տանկերով չեն եղել են զենքերով, որովհետև իրենց տանկերը արդեն վաղուց
այրվել էր։ Տիկին Կարինեն որդու հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է 2020-ի հոկտեմբերի 14-ին, որդու զոհվելու օրը։ Դժվար էր հավատալը։ Բռնվում ես փրփուրներից, որպեսզի վատը չմտածես, այլ դեպի լավը մտածես, ինքը կարա ողջ լինի, բայց թաքնված լինի, կարա ամեն բան բացի զոհվելուց։ Մոտ 5 ամիս անց 2021-ի մարտի 5-ին տղայի մարմինը հանձնեցին ծնողներին։ Անընդհատ ամեն օր ու ամեն ժամ։ Բայց նաև գիտեմ, որ ինքը ներկա է։ Քանի ես շնչում եմ։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր էր Արթուրը։ Չափից դուրս աշխատասեր էր, հիշում է Սևազգեստ մայրը։ Ասում էր, որ մի ժամ մտնում ես այդ այգու մեջ, հանգստանում ես։ Ասում էի, այ բալ, նոր ես եկել գործից, նորից գործ։ Մամ ասում էր, ես զբաղվում եմ, դու էլ նայի։ Ասում էր, մամ, քաղաքը կապրեմ, բայց գյուղն էլ կուզեմ տուն ունենամ։ Զինվորական համազգեստ հագնելուց հետո առաջվա պես էլ մա չէր կանչում մորը։ Տիկին Կարինեն ասում է մի ուրիշ հասունությամբ էր ընկալում հայրենիքը, տունն ու մորը։ Մինչև բանակ գնալը մա։ Ծառայություն անցնելուց հետո արդեն զանգելու ընթացքում մերս։ Ասում էի, բանա փոխվե։ Ասում էր, մամ, հասնում ես բանակ, նոր մերս կաղապար հասկանում ես։ Հիմա դուրը չի գալում, ասում էի չէ ուղղակի տունը մա էիր, ասում հասել ես դե մերս։ Ասում էի չէ, ինձ ավելի լավ եմ զգում։ Շատ երազանքներ ուներ Արթուրը, ուզում էր նկարիչ դառնալ, հորը թիկունք լինել, պապական տունը վերակառուցել։ Ասում էր բանակից կամ մամ, աղբորս հորս թեև թիկուն կնենք, ամեն ինչ կանենք։ Որ եղելա մի պահ չենք ունեցեք, ունենանք ամեն ինչ։ Արթուրի անմահանալուց ավելի քան 4 տարի անց միայն հայրն ու ավագ եղբայրը ուժ են գտել իրենց մեջ, սկսել վերակառուցել պապական տունը։ Արփի Ռափյան, Տիգրան Գասպարյան, Mars News, Հայլուրի համար։ Սոչիում կայացել է Եվրասիա կինոֆեստի փակման արարողությունը։ Ռեժիսոր Արտակ Հարությունյանի Սիլվենը Թեղուտից ֆիլմն է ճանաչվել փառատոնի հաղթող վավերագրական ֆիլմերի անվանակարգում։ Թե ովքեր են մրցանակների արժանացել, պատմում է Լարա Արաքելյանը։ Հայաստանի ապագայի ֆուտբոլիստներին մարզող Աֆրիկացու մասին պատմող Սիլվենը Թեղուտից ֆիլմի ռեժիսորը հաղթել է Սոչիում։ Եվրասիա կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի անվանակարգում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը ստացել է Արտակ Հարությունյանը։ Լավագույն կինոդեբյուտի համար մրցանակը հայազգի, բայց ուզբեկստանցի ռեժիսոր Հարություն Սաղաթելյանինն է Սումալյակ ֆիլմի համար։ Հարությունը ծնվել, ապրում է Ուզբեկստանում, երազում երբևէ հայերեն խոսելու մասին։ Նվազագույնը, որ ուզում եմ հայերեն սովորելն է։ Գեղեցիկ արձանիկներից մեկն էլ տուն է տարել հայազգի դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը։ Տղամարդու լավագույն դերակատարման համար է մրցանակը։ Երկուսը մի կյանքում չհաշված շանը ֆիլմը շրջափակված Լենինգրադում ապրած ամուսինների մասին է։ Ադաբաշյանին ամենաշատը տպավորել է բուն արձանիկը։ Գեղեցիկ կին է Դափնե Պսակը գլխավերևում պարզած։ Չնայած լիամետրաժ ֆիլմերի անվանակարգում էր հայ ռեժիսոր Աննա Մաքսիմի մեդալի հակառակ կողմը ֆիլմը, այն որևէ մրցանակ չի ստացել։ Դեռ փակման արարողությունից առաջ էր Աննան մեզ ասել, որ արդեն հաղթած է համարում իրեն, կինոդիտման ժամանակ հուզել է հանդիսատեսին։ Անկեղծ ասած, վերջին շրջանում ամեն ինչ այնքան քաղաքականացվել է, որ աշխատում եմ սպասումներ չունենամ։ Ինձ համար ամենակարևորը դա այն էր, որ ցուցադրության օրը հանդիսատեսը ծափահարում էր այն պահին, երբ որ հնչեց Արցախի անունը եւ հետո հնչեց հայկական հիմնը։ Ինձ համար ամենակարևոր բանը թերևս դա է, որ օտարազգի հանդիսատեսը այդ կերպ նույնիսկ ֆիլմի ընթացքում ծափահարում էր։ Օրվա աստղը Քենիայից է, լավագույն լիամետրաժը Քենիայից Ռուսաստան եկած ռեժիսորի Նավի թանկագին ապագայի ես ֆիլմն է։
Համատեղ արտադրություն է Գերմանիայի հետ։ Great, inspired and so happy today. Սա երկրորդ Եվրասիա կինոփառատոնն էր, բայց կազմակերպիչները վստահ են, որ այն արդեն կարևոր հարթակ է դառնում Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ֆիլմերի տաղանդների առաջ խաղացման համար։ Նրանք սպասում են միայն, որ ի վերջո աչքերը կբացի Տիգրան Քյոսայանը։ Եվրասիա փառատոնը նրա նախաձեռնությունն է, բայց նա շուրջ 5 ամիս է կոմայի մեջ է։ Կինոփառատոնի վերջին ցուցադրությունը նրա ֆիլմինն է եղել։ Պյոտր Սիմյոնովիչի 7 օրը ֆիլմի գալա պրեմիերան կայացել է Ամառային թատրոնի Լեփ Լեցուն դահլիճում։ Ֆիլմի սցենարը հիմնված է ռեժիսորի կնոջ, լրագրող եւ մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանի Բելամուր պատմվածքի վրա։ Սիմոնյանը ֆիլմը անվանում է Տիգրանի եզրային ֆիլմը։ Ես եզրային բառն եմ օգտագործում, բոլոր նրանք, ովքեր ծառայել են ռազմաճակատում, երբեք չեն ասում վերջին, ասում են եզրային, որովհետև վերջինը նշանակում է, որ այլևս ոչինչ չի լինելու, իսկ մենք իհարկե ապրում ենք հույսով, որ Տիգրանը կարթնանա ու ավելի հրաշալի ֆիլմեր կնկարի։ Վաղ Աստծո օգնությամբ նրա մոտ կլինեմ ու ձեր անունից կասեմ, որ եկել եք, նայել եք։ Քյոսայանը ֆիլմը նվիրել է եղբորը Դավիթին։ Սոչիում այն ընդունվել է չընդհատվող ծափերով։ Փայլուներ, զուգահեռներ էին առաջանում Ֆելինիի ֆիլմերի հետ։ Գլխավոր հերոսը հիասքանչ էր խաղում։ Տիգրանն անպայման պետք է արթնանա ու տեսնի, թե որքան տպավորված ենք իր աշխատանքով։ Չեմ կարողանում ուշքի գալ, շատ տպավորված եմ։ Սա լավագույն ֆիլմն է, որ տեսել եմ վերջին տարիներին։ Լարա Արաքելյան, Հայկ Ամիրխանյան, Հայլուր, Սոչի։ Տեղափոխվենք Գյումրի, հայկական երկրորդ քաղաքում է այս տարի անցկացվում լրագրողների ֆուտբոլի միջազգային մրցաշարը։ Լրագրողները Հայաստանից, Վրաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Հունգարիայից ու Ղազախստանից պետք է ապացուցեն, որ խոսափող բռնելուց, տեքստեր գրելուց բացի նաև հիանալի մարզավիճակում են։ Հայաստան պետք է ժամաներ նաև Իսրայելի հավաքականը, սակայն Իրան-Իսրայել ռազմական բախումը տապալել է նրանց ծրագրերը։ Գյումրիից պատմում է Ալեքսան Սարգսյանը։ Սպորտային հարուստ ավանդույթներով Գյումրիի Շիրակ քաղաքային մարզադաշտում ֆուտբոլ են խաղում լրագրողները։ Վրաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի եւ Հայաստանի հավաքականների ֆուտբոլիստները սպորտային մեկնաբաններ, հաղորդավարներ, բլոգերներ ու հեռուստատեսությունում աշխատող մասնագետներ են, որոնք համատեղել են սպորտն ու լրագրությունը, լավ մարզավիճակում են եւ անկախ տարիքից պատրաստ են մի քանի խաղակես վազել գնդակի հետևից, ադրենալին ստանալ ու լիցքաթափվել։ Ընդունված է, որ մենք մեկնաբանում ենք, լուսաբանում ենք, քննադատում ենք եւ հետաքրքիր է ինչպես ենք ինքներս կարողանում դաշտում խաղալ եւ փորձում ենք նաեւ շատ ամուր կապեր ստեղծել, հարաբերություններ ստեղծել այլ երկրների ներկայացուցիչների հետ ու կարծում շատ անկերական մթնոլորտ է ստեղծվում։ Ֆուտբոլը ժամանակի տարածության խաղ է։ Ով արագ կողմնորոշվեց տվյալ ժամանակահատվածում, ինքն էլ հաղթում է։ Արագ մտածել է պետք է եւ գործել։ Ֆուտբոլի գեղեցկությունը եւ յուրահատկությունը այն է, որ բոլորը կարող են խաղալ ֆուտբոլ, երեխա ժամանակ, երբ դեռ իրենք մասնագիտություն չունեն, արդեն այդ ֆուտբոլային որակները եւ հոտառությունը, սերը ամրանում է մարդկանց մեջ ու հետո արդեն կապ չունի ինչ մասնագիտություն ընտրեն, իրենք կարող են խաղալ ֆուտբոլ, ուրախացնել, վայելել խաղը։ Լրագրողների ֆուտբոլային միջազգային մրցաշարը ժամանակին անցկացվել է նաև Ստեփանակերտում, հետո Կապանում ու Երևանում։ Մոլդովացի հեռուստամեկնաբան Ալեքսանդր Ֆորսեի թիմը նախորդ մրցաշարի հաղթողն է։ Այս անգամ ուժերը փորձում էին տանտերերի, գյումրեցիների հետ։ Ֆուտբոլ խաղացել եմ ոչ պրոֆեսիոնալ։ Տրավմայից հետո թողեցի ֆուտբոլն ու զբաղվեցի ժուրնալիստիկայով։ Մոլդովայում խաղում ենք 2-3 անգամ շաբաթվա ընթացքում, ոչ միայն ժուրնալիստների թիմերի հետ։ Պետք է խաղալ ֆուտբոլ, գտնել ժամանակ ու զբաղվել ֆուտբոլով։ Ծանր աշխատանքային գրաֆիկից հետո այսպես կարելի է լավ հանգստանալ։ Մարզադաշտում իր ակտիվությամբ երիտասարդներին չէր զիջում նաև 53-ամյա վրացի սպորտային մեկնաբան Միխայել Ժոժորյանին։ 30 տարի լրագրությամբ զբաղված Միխայելի համար ֆուտբոլը կյանք է։ Ֆուտբոլը դա կյանք է, այս մարզաձևով զբաղվում են ամբողջ աշխարհում։
Ես ֆուտբոլիստ չդարձա, բայց հիմա խաղում եմ ֆուտբոլ որպես ժուրնալիստ։ Պետք է ջանք թափելու ամեն բան կստացվի։ Թեպետ այս մրցաշարում թիմերը միմյանց հետ մրցում են 20 րոպեանոց խաղակեսերով, միևնույն է, լրագրողներն ապշեցնում են իրենց գեղեցիկ փոխանցումներով, տպավորիչ գոլային պահերով եւ ապացուցում, որ խոսափող պահելուց ու տեքստեր գրելուց զատ կարող են նաեւ հիանալի ֆուտբոլ խաղալ։ Մեսիջը որ լրագրողը միայն հարցազրույց վերցնողը չէ կամ նկարողը չէ, այլ նաև սպորտին անմիջապես օգուտ տվող անձ է եւ սատար է կանգնում եւ փորձում է ցույց տալ ֆուտբոլասերներին, որ կարելի է նաև նմանատիպ միջոցառումներով սպորտին վեր տանելու ճանապարհ ցույց տալ, ողջունելի է դա։ Եվ այս միջոցառումը Գյումրիում անցկացնելը ոչ միայն սպորտային, այլ նաև մշակութային, քանզի այդքան լրագրող, աշխարհի տարբեր ծայրերի ժամանած լրագրողներ պետք է ցույց տան մեր քաղաքը, մեր պատմամշակութային ժառանգությունը։ Հայաստանի լրագրողների հավաքականը շատ վաղուց նման մրցաշարերի մասնակցում է, սկզբում բրոնզե մեդալի անեծք ունենք, կարելի ասել անընդհատ երրորդ տեղ էինք գրավում, բայց հետո բարելավեցինք արդյունքը, երկրորդ տեղ գրավեցինք, հետո նաև կարողացանք մի քանի անգամ հաղթել նման մրցաշարերում։ Այս մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել նաև Իսրայելի լրագրողների թիմը, բայց թռիչքների չեղարկման պատճառով լրագրող ֆուտբոլիստները Հայաստան ժամանել չկարողացան։ Արդյունքները կամփոփվեն վաղը, եւ հաղթող թիմը կստանա Գյումրի 2025 գավաթը։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։